Սեմիոտիկան նշանայնությունը աշխարհում հրաշքներ է գործել։ Ամեն օր, բացի Հայաստանից։ Համաշխարհային մեծություններ են ձեզ ծանոթանունները Յուրի Լոդմանն ու Ռոման Յակոբսոնը, Ռոլան Բարթը, Ումբերտո Էկոն, Դմիտրի Լիխաչովը, Միխայիլ Խրապչենկոն եւ այլն։ Մեզանում անդրադարձ անշուշտ եղել է նշանավորությանը, բայց միայն այդքանը։ Մենք այսօր այլ երկիր կունենայինք, եթե ուշադրություն դարձնեինք այն նշաններին, որ մեզ աշխարհը ուղարկում էր 2018-ին, 2019-ին, 2020-ին։ Բայց նրանք ովքեր պիտի լսեին, չլսեցին։ Եվ մենք այսօր ունենք այն, ինչ որ տեղի ունեցավ։ Կամ մեկ օրինակ, կա քաղաքների սեմիոտիկա, քաղաքների նշանավորություն։ Ինչ անուն տաս այն մարդուն, ով Երևան քաղաքի կենտրոնից հանել տվեց Հայկ Նահապետի արձանը եւ նրա փոխարեն հայտնվեց Սարդի չարաբաստիկ նշանը Երևանի հենց սրտում։ Այս ամեն ինչը նշանագիտության զբաղվող կամ նշանության մասնագետին հուշում էր ավետ եւ դա տեղի ունեցավ։ Ինչևէ, գրական մեծ անհատականությունները գրականության պատմության մեջ գիտեք, թողնում են մեծ հետք։ Միայն մեծ հետք։ Երկրորդական անունները կարող են ստեղծագործել 10 տարի, 20 տարի, կարող են գրել 50 հատ, 60 հատ, 160 հատ, ոչ մի հետ չթողնելով։ Մեծ անհատականությունները դառնում են նաև նշան ազգային գրականության մեջ։ Ռազմիկ Դավոյանը այդ մեծ անհատականությունն է։ Եվ եթե ես նրա գեղարվեստական աշխարհը բնութագրելու լինեմ, պիտի ասեմ նշանների երկիր։ Ու այնքան հաճելի է մեծ բավականություն ապրել նշանների այդ երկրում ու կարդալ Հայաստանը, ըստ Ռազմիկ Դավոյանի։ Առաջին նշանը, որ ես տեսա ու սիրեցի ու ապրեցի, դա նրա ճանապարհի նշանն է։ Դա իր ստեղծագործական ուղին է, բայց շուտով կտեսնեք միայն իրենը չէ։ Տեսեք, մենք դուրս ենք գալիս տնից, ասում ենք ճամփան գանք։ Ինչ որ տեղ ենք գնում։ Մեզ թվում է մենք հեռանում ենք մեր տնից, մենք հեռանում ենք մեր հարազատներից, մենք հեռանում ենք մեր անցյալից, գնում ենք դեպի ապագա։ Դավոյանի ճանապարհը իբրև նշան, փորձենք վերլուծել։ Մենք հեռանում ենք ինչ-որ տեղից, ուր ենք գնում։ Համաձայն է, դեպի ապագա։ Ով է մեզ սպասում ապագայում, ըստ Դավոյանի, մեր նախնիները, ֆանտաստիկ հայտնագործություն է սա։ Մենք հիմա ճամփա ենք ընկել ու ուզում ենք զարգանալ ու գնում ենք։ Ու գնում ենք հանդիպելու, Մովսես Խորենացուն, Ղազար Կարպեցուն, Նարեկացուն, մի բացառիկ հայտնագործություն, այս է նշանային համակարգը, որը ուղղակի հոգի ցնցում է ամբողջովին, դու սիրահարում ես այս բանաստեղծին։ Եվ հետաքրքիրն այն է, որ այս նշանի ուղեկից 9 նշան ևս կա, որով բանաստեղծը փորձում է բացատրել, ծեզուր է տանում, ինչ է հորդորում, ինչ է ասում, ինչ է սովորեցնում։ Տեսեք, եւ եթե հասնես նախապապերիդ, ուրեմն մոտ ես եւ ապագային, քեզանից առաջ, նրանք շատ առաջ, բյուր դարեր առաջ ճամփա են ելել եւ նրանք են, որ մոտիկ են արդեն ապագաներին բոլոր նորուհին։ Եվ եթե հանկարծ քո ճանապարհին նախապապերիդ դու չհանդիպես, ուրեմն սխալ ճամփով ես գնում եւ ոչ մի հրաշք չի փրկել քեզ։ Սա Ռազմիկ Դավոյանն է, մեր սքանչելի ուսուցիչը, իմ բարեկամը, իմ ուսուցիչը, իմ ընկերը, իմ վարպետը, առաջին ուղեկիցը ըստ բանաստեղծի, այդ ճանապարհին ով պիտի մեզ ուղեկցի։ Ոչ մի քայլ Դավոյանը չի անում առանց Աստծո։ Ոչ մի քայլ, նույնիսկ իր վեպը, եթե Աստված կամենա։ Ու ես հիմա որ մի ծրագիր եմ մշակում, քանի որ իսկապես իմ կյանքում ինքը շատ բախտորոշ դեր է կատարել Դավոյանը, միշտ գրում եմ, ոչ թե անեմ այսինչ բանը, գրում եմ Դավոյանի տողով, եթե Աստված կամենա։ Ու սա գալիս է Ռազմիկ Դավոյանից, որովհետև շատ է տպավորել իմ մեջ, ինքը մեր արդի գրականության առաջին դեմքն է, եւ այդ մասին ճիշտ երկու բառ կասեմ, որ ամբողջ մի համակարգ է իր հետ բերում, որը շատ կարևոր է, որ մենք միշտ հասկանանք։ Ու երկար տասնամյակներ այս մեծ պոետը պիտի լինի արդի գրականության առաջին դեմքը, իր հետ բերելով իր գեղագիտությունը եւ իր գեղարվեստական համակարգը։ Այսպես, ինչ կտա արարիչը, եթե մենք միշտ ձգտենք նրա կողքին լինել։ Տեսեք, մենք բոլորս գիտենք, որ մենք
չենք միանում իրար, միայն Աստծով կարող ենք միաբանվել։ Մեր հարաբերությունները տանում են դեպի բաժանում։ Աստծով, եթե մենք բոլորս ձուլվենք այդ աստվածային էությանը ու համակվենք նրանով, այսօր աշխարհի առաջին քրիստոնյա երկում ման եկեք ու գտեք իսկական քրիստոնյա, ման եկեք ու գտեք, ես ես հաջողություն եմ անում, չեք գտնելու։ Նա չկա ազգային ժողովում, նա չկա կառավարությունում, ուսասարսափելի է գիտակցումը այս բանի։ Կանչենք որդուն, թե չկանչենք, այս է տանջանքը հիմի, քանզի բնավ չի հավաքվում, ամենքից ջանքը իմի, այդ ինչի է պետարարիչը, և ինչու պիտի ազգային ժողով կանել, ոչ թե անհետեք ճարեր խոսել, այդ պիտի աղոթենք իսկապես, ու կփոխվի Հայաստանը, աշխարհի ամենաուժեղ երկիրը։ Մյուս ուղեկիցը, երկրորդ, մայրը։ Դավերը մայրապաշտ է, բոլորս գիտենք, բայց մայրը սովորական մի գոյություն չի, պատկերիդ հետ զրուցում եմ օրնի բուն։ Ով կարող է ինձ ասել, թե դու չկաս, արդյունքներս քո ձեռքերով ես սրբում, չի չէ մնում, իմ փոխարեն եկեկաս, մայն ամեն օր ինձ մայրություն ես անում, բայց քանի օր ես քո զավակը եղա, ցավի հոգուց հառաչանքներ եք անում, որ ողոքեմ, մայր, քաղցր մայր, քեզ մեղա։ Մյուս ուղեկիցը ըստ ցանկի երրորդ ուղեկիցը։ Երիտասարդները, Ռազմիկ Դավոյանը երիտասարդության պաշտամունք ուներ։ Այն ծանր օրերին, որ մենք մտածում էինք, այս ինչ վիճակ է, գյուղերը ընկած Հայաստանի ամենամեծ բանաստեղծը երիտասարդ գրողներ էր հայտանել։ Եվ ասում եմ, սա իմ աշխարհում եմ տեսել այդ ամեն ինչը, ոնց է հովանավորում, ոնց է չի եղել մի տաղանդավոր անուն վերջին տարիներին, որի վրա իր հովանավոր աչը Ռազմիկը դրած չլիներ։ Այդպես գտավ Դավիթ Ասատրյանին, որ խոշոր դեմք է վերանդի գրականության մեջ, այդպես մի անգամ էլ հիշում եմ հանդիպեցինք, լույս էր տեսել իր ընտրանին, գիտեք, ծավալուն, շքեղ հատոր, սիգնալային օրինակ, այդ որ ասում են ազդօրինակ։ Նվիրեց մեր երիտասարդ բանաստեղծների մասին, ասում եմ, ինչու այդ բանը արեցի, սա սովորական նվեր չի, ու մանկագրեր էր, ու այդ բանաստեղծը փոխվեց իմ աչքի առաջ, փոխվեց, այս սա է մեծ գրողի տեսել, մի անգամ քննադատում եմ, դիրեք իմ հիմնական գործ ժամանակակից գրականությունն է, քննադատում է երիտասարդ գրողներին, որ տեսան պարոն Ափյանն է շատ մի քննադատ է, խնդրում են, ասում ինչու, ախր մենք իսկական մեզ գրող չենք տեսել։ Ռազմիկից հետո։ Այս սա է յուրահատկությունը մեր գրականության, որը մենք պիտի հաշվի առնենք։ Երիտասարդներին ինքը կոչում էր նոր եկողներ։ Ծաղիկներ բերեք եկողներին, նվիրեք նրանց ծաղկե փնջեր, մեր ամենօրյա երգողներին եւ ում ձայնը որ դեռ չի հնչել, ծաղիկներ տվեք, որ չգնան, որ երբևէ մեզ չլքեն։ Չեմ շարունակում սքանչելի անթերի կատարելություն, որը երրորդ նշանն էր։ Հաջորդ նշանը, սեր, որը բնականաբար պիտի լիներ։ Իմ տպավորությունը, բանաստեղծը կարող էր սիրել եւ իր սերը պիտի լիներ օրինական ոչ Հայաստանի համար եւ այս թարգմանում եմ այսպես։ Գիտեմ ինքը ինչ կասի, ինքը հաստատ մեզ լսում է, կհամաձայնի իմ վերլուծության հետ չի համաձայնի, բայց դուք գիտեք, որ գրականագետները շատ հաճախ տարբերվում են հեղինակներից, ասենք եթե ես հիմա Լև Տոլստոյի ներկայությամբ վերլուծեմ պատերազմի խաղաղությունը, հաստատ ինքը կարող է չհամաձայնի ինձ հետ, բայց ճիշտը ես եմ լինելու, մեկ է։ Ուրեմն սիրում ես այն դեպքում, եթե ճանապարհ ես գնում։ Ասում եմ Ռազմիկ Դավոյան սերը ինչ է, ասում եմ սերը ճանապարհ է։ Համաձայն ես ինձ հետ։ Այո։ Այո, սերը ճանապարհ է։ Այդ որ ասում են հուզվեցի, տարվեցի, կործանվեցի, մի անգամ լսարանում հարց տվեցի ուսանողներից, ասում եմ սերը ինչ է, բոլոր տրամադրությունն են տալու։ Որտեղ չգիտես սերը ինչ է, չգիտես սերը ինչ է, դուք այսօր իմացաք սերը ինչ է, ճիշտ ընտրություն կատարեք, անցնենք առաջ, ով է ինքը, Ռազմիկ Դավոյանը, հետաքրքիր է իր նշանների համակարգում, ինքը կա, Ռազմիկ Դավոյանը նատը, նա որ փրկեց թրջկանը, հիշում եք, մեր բարբարոս գործարարներ հարցակվել էին, որ ոչնչացնեն թրջկանը, ոնց որ այսօր ուզում են շաչի ջրվեժը ոչնչացնեն, թույներ են խառնում, բույներ են, իմացեք ինչ է եղել։ Եվ ուզում էին ոչնչացնել թրջկանը, գնացեք Լոռի տեսնեք Ռազմիկի փրկած թրջկանը։
Եվ իսկապես արդեն ոչնչացում էր թշկանը, եւ մեկ էլ հնչեց առաջին պոետի ձայնը եւ մեր թշկանը փրկվեց Ռադմիկ Դավոյանի շնորհիվ։ Ինքը օտար մահմիկների ներխուժումից էր մեզ զգուշացնում։ Ինքը ասում էր հավատը շատ կարևոր է, հաջորդ նշաններն են, բայց ամենամեծ նշանը իր ճանապարհին հողն է։ Հողն է, տեսեք, մեր գրականությունը իսկապես չի խոսել հայոց հողի մասին։ Սուտ խոսքեր ու դատարկ խոսքեր։ Հայրենասիրությունը ինչ է։ Հող։ Բոլոր բնութագրումները բանեք ձեզնից հեռու։ Հողը սիրեցիր։ Հայրենասեր ես։ Վերջ, սա է սկզբունքը Ռադմիկ Դավոյանում։ Այս աշխարհում բոլորի հայացքը մի պահ դարձնեմ հողին։ Եվ ասեք փնտրեք, այնտեղ է ապրում, հողի մեջ փնտրեք հողը ստեղծողին։ Եկեք սակահարենք Ռադմիկ Դավոյանը։ Սիրում եմ, իմ ուսուցիչը իր հետ 10 տարիներ գրական կյանք, գրական պայքար, մի անգամ էլ գնացել ենք նախագահական։ Որտեղ իր անունն էր սիմվոլ է, գիտեք, իր անունն էր նշան, Ռազմիկ, ինքը Ռազմիկ էր։ Գնացել ենք նախագահական ինչի համար, Հայաստանի գրողների միությունը 500 հոգով մրցանակ է տվել մի գրքի պետական, որը 400-ը հայհոյանք է։ Յորը գիրքը ձեզ ցույց կտա, ուրիշ առիթով, իվա տեղը չի։ Հա։ Գնացինք, որ ասենք, որ միշտ ապեք, մի տվեք, սխալ է, մենք մասնագետներս կարդացել ենք, մի արեք այդ բանը, մեզ ասացին, պաշտոնյաներ ասացին, եթե հիմա քվեարկենք, քանի հոգի կմիանա ձեր տեսակետին, ես ու Ռադմիկ Դավոյանը դուրս եկանք նախագահականի, որտեղ գիտեին, որ այդ հսկայական միությունում մեզ միացող երրորդը չի լինելու։ Բայց մենք հիմա ճիշտ ենք, ես սա համարում մեր հաղթանակը, մեր հաղթանակը, որտեղ այդ պիրծ գրքին մրցանակ տալ, նշանակում էր աղավաղել Հայաստանը, այդպես էլ ետավ։ Եվ ավարտելով իմ խոսքը սիրելի բարեկամներ, ուզում ասել հետևյալը, գիտեք, մեծ պոետը չեմ ասում պարտավոր է, բայց մեծերի մեջ կան մարդիկ, ովքեր մարգարեներ են։ Ես գործ ունեմ Մարգարե Բանաստեղծի հետ։ 50 տարի առաջ, եթե մաթեմատիկան լավ, թվաբանությունը լավ իրենց, ասեի 52 տարի առաջ տեսեք ինչ է գրել Ռադմիկ Դավոյանը։ Մեր օրերի մասին։ Ոչ մի բանաստեղծ այսօր մեր օրերի մասին չի գրել այն, ինչ որ ինքը կանխատեսել էր 52 տարի առաջ։ Պարզ է, քաջերը կգան ճակատից, պարզ է կկտրեն ականջի այդ շան։ Ինչ ասում։ Բայց թե խաչերը կմնան ջարդված, կշարունակվի սարսափը դաժան, և կմեծանան որբերը մի օր ու չեն հավատա իրենց տեսածին, և չեն իմանա, թե ինչ պատճառով վախ է խառնված իրենց սուրբ հացին, իսկ դիտումները կխոսեն երկար և կամ բաստանեն Աստծուն ռազմի և պատերազմի դեմ բարբարելով կմղեն մարդկանց նոր պատերազմի։ Սիրելի բարեկամներ, ավարտում եմ խոսքս իմ ամենասիրած տողերով, որը ես միշտ եմ սրտից մեջ պահում, հիմա պահանջում եմ, որ դաջեք ձեր սրտի մեջ։ Վաղը երբ որ վշուշ լինի, երբ արդյունքներ ծնվեն ցավից, գուցե մեկը տոքսիկ մի կայծ, ետ կբերի, ետ բերի ինձ, իմ ծիծաղից։ Մենք հավաքվել ենք այստեղ, որ մեր սիրելի բանաստեղծին մի կայծ վերադարձնենք, իր ծիծաղից շնորհակալ։